Բարև ձեզ, դուք դիտում եք հեռանկարը և իմ զրուցակիցն է Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ Զարե Սինանյանը, շնորհակալություն Զարե։ Բարև ձեզ։ Դուք քաղաքային խորհրդի անդամ եք, եղել եք նաև քաղաքապետ, որքանով են ազդեցիկ այդ պաշտոնները և ինչ գործառույթներ ունեն, ինչ խնդիրներ են լուծում։ Ուրեմն 5 քաղաքային խորհրդի անդամները բավական ազդեցիկ են, իրենք են վերջնական որոշումները բոլոր հարցերում իրենք են կայացնում։ Կա նաև քաղաքի մենեջեր կոչված անձը, որը այսպես ծառայում է այդ 5 քաղաքային խորհրդի անդամներին, ոչ ընտրվող, այո, նա մասնագետ է, որին աշխատանքի են ընդունում այդ որոշումները իրագործելու համար։ Քաղաքապետը ավելի այսպես սիմվոլիկ պաշտոն է եւ ամեն տարի ապրիլ ամսին 5 քաղաքային խորհրդի անդամներ իրենց անդամներից մեկին ընտրում են որպես քաղաքապետ։ Քաղաքապետի միակ երևի ակտուալ ոչ սիմվոլիկ ֆունկցիան դա օրակարգը որոշելն է։ Այսինքն եթե քաղաքապետը ուզում է որևէ հարց օրակարգի մեջ դնել կամ օրակարգից հանել, այդ իրավասությունը ունի։ Իհարկե նույնիսկ այդ դեպքում քաղաքային խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ որևէ խնդիր կարելի է դնել օրակարգում կամ օրակարգից հանել։ Հայերը Գլենդեյլում մեծամասնություն չեն կազմում, որքան հասկանում, հա, բայց քաղաքային խորհրդում մեծամասնություն է, ինչի շնորհիվ։ Իհարկե մեծամասնություն չենք կազմում, այն իմաստով 50%-ից ավելին չենք քաղաքում, բայց բացարձակ որպես ազգային խումբ, որպես մի ազգային խումբ համատած բոլոր այլ խմբերին կամ կրոնական խմբերին, իհարկե մեծամասնություն են կազմում։ Հայերը մոտ 42-43%-ն են բնակչության կազմում, իսկ հաջորդ ամենամեծ խումբը, ասենք անգլոսաքսոն, այսպես ասած, ամերիկացիներն են, որոնք երևի 25%-ից չեն անցնում։ Ես կարծում եմ, որ իսպանախոսներն են երկրորդը։ Գիտեք, որքան որ տարօրինակ է, քանի որ հարավային Կալիֆոռնիայում իսպանախոսները մեծամասնություն են կազմում եւ մանավանդ Լոս Անջելեսի տարածքում քաղաքների մեծամասնությունում իրենք մեծամասնություն են կազմում, Գլենդել քաղաքում նրանք մոտ 13-14%-ային համայնք ունեն եւ մի բան, որը առանձնահատուկ է իսպանախոս համայնքին, նրանք այսպես անցողիկ են, չեն գալիս եւ երկարաժամկետ չեն հաստատվում Գլենդելում տարբեր պատճառներով։ Հիմա կան հայ քաղաքական գործիչներ կամ չգիտեմ հասարակական գործիչներ, որոնք գործում են նահանգային կամ ֆեդերալ մակարդակում։ Կան նահանգային մակարդակով գործող հայ գործիչներ, այժմ նահանգային համագումարում կա Ադրին Նազարյան անունով մի անձնավորություն, մինչ այդ նահանգային խորհրդում էր նահանգային համագումարում էր նաև Խաչո Աչաջյանը, որը այսպես հյուսիսային ավելի կենտրոնական Կալիֆոռնիայի տարածքներից էր, հայերի հետ որևէ առնչություն չունեցող տարածք էր, բայց ինքը ողնուծով, այսպես ասած, հայ էր եւ շատ կարեւոր դեր էր խաղում նահանգային մարմիններում։ Սրանք են երևի նահանգային ամենաբարձրապաշտոնյա հայ քաղաքական գործիչները։ Մեր սեփական սենատի ներկայացուցիչը հայ ազգիչի իտալացի ազգությամբ Անթոնի Պորտանտինը, որը անցյալ տարի այցելեց Հայաստան, ամառը մենք երկուսով եկանք, պարզապես ուզում էի Հայաստան ներկայացնել իրեն, որը ասեմ ձեզ մեծ ջիղով եւ ավյունով լծված է հայկական, այսպես տարաբնույթ խնդիրներ լուծելու։ Սենատորները եւ նահանգապետը նրանք սովորաբար հայամետ են լինում այն պատճառով, որ հայերը շատ են Կալիֆոռնիայում։ Գիտեք, ուրեմն մեր սենատորը կոնկրետ հայամետ է, որովհետեւ իր տարածքում, այո, բնակվում է 250,000-ից ավել հայ։ Նա կատակով հաճախ նշում է, որ երևի, չգիտեմ, Հայաստանի նախագահից բացի չկա այլ քաղաքական գործիչ, որը ունի այնքան հայ ընտրող, որքան ինքը, եւ եթե մտածեք, դա իրոք այդպես է։ Քանի որ իր ընտրատարածքի մոտ 1 միլիոն ընտրողներից 250,000-ը հայ են։ Նահանգապետի դեպքում մի քիչ իրավիճակը շատ ավելի բարդ է, այո, բարդ է, որովհետև 40 միլիոն բնակչություն ունեցող նահանգ եւ նահանգապետը շատ խնդիրներ ունի լուծելու շատ համայնքների համար, շատ խմբերի համար։ Չեմ ասի, որ ասենք մենք ուշադրությանը չենք արժանանում, բայց որ ասենք, որ հայանպաստ է, օրինակ, տվյալ նահանգապետը, ապա դա ճշմարտացի չի լինի։ Մենք ունեցել ենք նաև հայ նահանգապետ։ Ունեցել ենք նաև հայ ազգի նահանգապետ, որը իհարկե ընտրվել է մի դարաշրջանում 80-ական թվերի սկզբին
երբ հայկական քաղաքական գործոն ընդհանրապես գոյություն չունեցել Միացյալ Նահանգներում։ Նա ընտրվել է զուտ այն պատճառով, որ այսպես լավ հաստատված հանրապետական քաղաքական գործիչ է եղել, Ռոնալդ Ռեյգանի հետ ամուր կապեր է ունեցել եւ որպես արժանի տեխնացու ընտրվել է նահանգապետ։ Ես որքան հասկանում եմ, միջին ամերիկացուն առանձնապես չի հետաքրում, ով է սենատորը, ով է կոնգրեսմենը, չգիտեմ, ով է նահանգապետը, քաղաքապետը կամ չգիտեմ, նույնիսկ նախագահը, այդպես է թե չէ։ Դա իրոք այդպես է, նախագահի դեպքում երևի բացառություն կարող ենք անել, բայց մեծ հաշվով միջին ամերիկացին տեղյակ էլ չի նույնիսկ թե ով է իր տեղական ներկայացուցիչը, նահանգային ներկայացուցիչը, դաշնային ներկայացուցիչը։ Նախագահական ընտրությունների ժամանակ մի քիչ հետաքրքրվածությունը ավելի բարձր է տոկոսային իմաստով, եթե դուք օրինակ համատություն անեք նոյեմբեր ամսվա ընտրությունները հենց Գլենդել քաղաքում եւ տեղական ընտրությունները, որոնք տեղ ունեցան այս տարվա ապրիլ ամսին Գլենդել քաղաքում եւ համատեք թվերը, ապա կտեսնեք, որ երևի երակի ավելի շատ մարդ քվեարկեց նախագահական ընտրություններին, որը շատ տարօրինակ է։ Այն իմաստով, որ նախագահական որոշումները, նախագահական քաղաքականությունը, որը որդեգրվում է Վաշինգտոնում եւ ասենք ի վերջո ինչ որ ազդեցություն է ունենում շարքային քաղաքացու կյանքում, շատ ավելի ոչ անմիջական է այդ քաղաքացու համար, քան տեղական քաղաքական գործիչների որոշումները։ Եթե մենք որոշում ենք կայացնում որևէ մեկի այդ էլեկտրականության կամ ջրի վարձերը բարձրացնել, նրանք դա ազգում են հենց իրագործման հաջորդ օրը։ Եթե մենք որոշում ենք կայացնում, որ այսքան գումար հատկացվելու է այսինչ թաղամասի փողոցների բարելավմանը եւ ոչ մյուսինը, ապա դա զգում են եւ այս թաղամասի բնակիչները եւ մյուսը։ Իսկ դաշնայինի իմաստով, գիտեք, ընդհանրապես փոփոխությունները այդպես ֆունդամենտալ չեն, որ միանգամից մարդկանց կյանքի վրա ազդեն։ Բացառություններ երևի առողջապահական համակարգի հետ կապված Օբամայի փոփոխությունները եւ Օբամաքեյերից հրաժարվել։ Այո, Օբամաքերը ինքը շատ հեղափոխական մի քայլ էր, դրական ըստ ինձ, եւ հիմիկվա նախագահ Թրամփի որոշումն էլ նահանջել այդ ամեն ինչից, չեղարկել այդ որոշումները հավասարապես այսպես մեծ հարված ներկայացնող մի որոշում էր բնակչության համար։ Կալիֆոռնիան քվեարկեց Քլինտոնի օգտին, որքան հասկանում եմ, հա։ Կալիֆոռնիան վերջին 20 տարին դարձել է դեմոկրատական նահանգ, մենք դեռևս ունենք որոշ այսպես սահմանափակ աշխարհագրական տարածքներ, կղզիակներ, ասեմ, որոնք դեռևս հանրապետական հակում ունեն եւ քվեարկում են ավելի պահպանողական տեխնացուների օգտին, բայց մեծ հաշվով այս պահին մենք ունենք 65-35% հարաբերություն դեմոկրատների եւ հանրապետականների միջեւ Կալիֆոռնիա նահանգում, այսինքն անհնար է, համարյա պրակտիկորեն անհնար է, որ հանրապետական տեխնացուն հաղթի Կալիֆոռնիա նահանգը։ Եվ Գլենդեյլը նույնպես այդ տրենդի մեջ է։ Գլենդեյլն էլ նույնպես մոտ 99 թվականին մոտ եւ 2000 թվականին կոնգրեսական ընտրությունների արդյունքում վերջին հանրապետական կոնգրեսականը կորցրեց ընտրությունը եւ ընտրվեց այսօրվա ներկայիս արդեն 17 տարի ծառայող կամ իշխող կոնգրեսմեն Ադամ Շիֆը, որը դեմոկրատ է եւ մենք շատ լավ գիտենք։ Գիտեք, շատ լավ գիտեք, այո, Ադամ Շիֆը ընտրվել է եւ չեմ պատկերացնում, որ մեր տարածքը հանրապետական հակում ձեռք բերի մոտակա ապագայում։ Դուք կապված եք Հայաստանի հետ, որովհետև հայաստանյան, երևանյան արմատներ ունեք, հաճախ եք գալիս, դուք գալիս եք ինչ-որ բիզնես, հասարակական ծրագրերով, թե պարզապես արձակուրդի իրև շփվելու։ Պարզապես գալիս եմ արձակուրդի շփվելու, ամենակարևոր ուրեմն նպատակը գալուս երեխաներին Հայաստան բերելն է եւ իրենց կապելը Հայաստան։ Ես 4 երեխա ունեմ, աղջիկս 11 տարեկան է, այս արդեն 11-րդ այցելությունն է Հայաստան։ Տղաներս ավելի քիչ են եկել, դե փոքր են ավելի, բայց իրենց էլ փորձում եմ կապել Հայաստանի հետ, փորձում եմ լեզվական այդ հայրենի իմացությունը մեջները արմատավորել, որովհետև լուրջ դրա խնդիր կա, լուրջ, նույնիսկ մեր տանը շատ այսպես Ես գիտեմ, որ ձեր կինը հայ է։ Կինս հայ է, այո, Ամերիկայում ծնված արևմտահայ ընտանիքից է, բայց հայ է, մենք հայախոս ենք, բայց երեխաների հետ անդադ պայքարի մեջ ենք, որ հայախոս պահենք։ Սակայն ամեն գալուց փորձում եմ ինչ-որ նպատակի ծառայեցնել գալս։ Անցյալ գալուց օրինակ նպատակս այն ժամանակվա տեխնացու Պորտանտինոին Հայաստան բերելն էր։ Մի մարդու, որ ես հավատում էի դառնալու է մեր հաջորդ սենատորը նահանգային։
Եվ 10 օր նա ընդառաջեց եկավ 10 օր մենք անցկացրեցինք Հայաստանում, Արցախում, ընդհանուր մինչև առաջին գիծը գնացինք, շատ մեծ տպավորություններով, շատ ջերմ, այսպես բավական լուրջ կապ ստեղծվեց իր եւ Հայաստանի միջև եւ ասեմ, եթե հիմա տեսնեք թե այդ մարդը վերջի 6 ամսվա ընթացքում ինչն է սկսել է, ինչ երթմնակալությունից հետո սկսել է ծառայել որպես սենատոր, որքան բան է արել, գիտեք, իրոք տպավորիչ է։ Առաջին անգամ նա Կալիֆոռնիայի պատմության, Միացյալ Նահանգների պատմության մեջ ստեղծվեց Կալիֆոռնիայի նահանգի սենատի մշտական հանձնախումբ, որը կոչվում է Հայաստան-Արցախ, օգտագործում է Արցախ բառը, Հայաստան-Արցախ Կալիֆոռնիա առևտրական եւ մշակութային հարաբերությունների հանձնախումբ։ Հիմա մենք փորձում ենք այդ հանձնախումբը, քանի որ ստեղծվել է արդեն, ինչ որ մարմնավոր, ինչ որ իմաստավորել, սկսենք պրոյեկտներ անել, կապել ինչ որ բիզնեսային, մշակութային հարաբերություններ ստեղծել Հայաստանի եւ Արցախի հետ, քանի որ դա ունի երկակի նշանակություն, նախ գուցե կարողանանք օգնել բիզնեսը խթանել Հայաստանում եւ Արցախում, երկրորդը անդադ ուզում ենք, որ Արցախը որպես այսպես սուբյեկտ միջազգային հարաբերության նշվի։ Դրանից բացի իհարկե նա շատ այլ բաներ է արել, բայց ուզում եմ ասել, որ սա օրինակ մի նպատակ էր, որ անցյալ տարի կարողացանք իրագործել։ Այս տարի ես այցելելու եմ Ախալցխա եմ գնալ, ճիշտ ասած երբեք չեմ եղել ոչ Ջավախքում, Ախալքյալաքում, ոչ Ախալցխայում եւ Ախալցխա եմ գնալու հիմնականում, ասենք համայնքի հետ հանդիպելու, բայց գնում եմ տեղի վրացական իշխանությունների հրավերով։ Նպատակն էլ դա է, որ նրանք հիշեցնենք մեր բարեկամներին վրացի եւ նրանք պետք է լինեն մեր բարեկամները, որ հայ ազգը կապված է Միացյալ Նահանգների հետ, իրենք էլ վրաց պետությունը կապված է Միացյալ Նահանգների հետ, որ չգիտեմ, այսպես մի քիչ ջերմություն լինի հայ համայնքի եւ վրացական իշխանությունների միջեւ։ Մենք կշարունակենք զրույցը Զարե Սինանյանի հետ գովազդային ընդմիջումից հետո։ Դուք դիտում եք հեռանկարը եւ ես զրուցում եմ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարե Սինանյանի հետ։ Ինչ եք դուք տեսնում Հայաստանում։ Եթե դուք տեսնում եք Հյուսիսային պողոտան, բացօթյա սրճարանները Երևանի կենտրոնի, ապա դրանք եվրոպական քաղաքից առանձնապես չեն տարբերվում։ Եթե դուք տեսնում եք լքված գյուղերը, որտեղ ապրում են միայն ծերերը հիմնականում, ապա վիճակը շատ ավելի վատ է։ Դուք զգում եք այդ կոնտրաստը, այսպես ասած։ Զգում եմ, շատ լավ եմ զգում եւ մեծ ցավ եմ ապրում։ Փորձում եմ Հայաստան գալիս, Երևանում այսպես չճահճանալ, որքան հնարավոր դուրս գալ քաղաքից, քանի որ ասեմ Երևանը արդեն շատ եմ սիրում, Երևանը շատ լավ եմ ճանաչում, շատ նոր բան չեմ տեսնում Երևան գալիս։ Իսկ Հայաստան Երևանով չի սահմանափակվում, ինչպես նշեցիք, այդ ամայացող բնակիչներից զրկվող մենք ունենք գյուղական համայնքներ, ունենք նաև Հայաստանի մյուս քաղաքները, որոնք եւս հսկայական արտագաղթի խնդրեմ ունեն։ Տեսնում եմ այս ամենը եւ հասկանում եմ, որ իհարկե առողջ չի այս գործընթացը, ուղղությունն էլ ճիշտ ուղղության վրա, ինչ որ երազում եմ այն պահը գա, որ ասենք, գիտեք, ինչ որ բեկում է տեղի ունեցել եւ կարծես արդեն մենք հակառակողությամբ ենք շարժվում դեպի պրոգրես, դեպի զարգացում, դեպի հայրենադարձություն միգուցե նույնիսկ, բայց այս բանը չեմ տեսնում դա։ Մենք խոսում ենք 25-26 տարի Սփյուռքի օգնության մասին, ինքը օգնություն բառը ինձ մի քիչ նվաստացուցիչ է թվում, որովհետև եթե ենթադրենք այդ լքված գյուղին դուք տակ մի քանի օրվա հաց նրանք այդ հացը կուտեն եւ ելի նույն վիճակում կլինեն, այսինքն պետք է իրականացնել ինչ-որ բիզնես ծրագրեր, համաձայն եք թե չէ։ Անկասկած, պետք է ենթակառուցվածքի այնից մինչև բիզնեսային ծրագրեր իրագործվեն, պետք է կապ ստեղծվի օրգանական լուրջ, այսպես համարյա համակարգված կապ ստեղծվի հայաստանյան եւ սփյուռքյան բիզնեսային շրջանակների միջև, գիտական շրջանակների միջև, չգիտեմ, մասնագիտական, կրթական, այդ կապերը պետք է շատ լուրջ հիմքերի վրա դրվեն եւ դրան Հայաստանը հիմա կասեն Հայաստանի միայն Հայաստանին է կապնում, բայց չէ, Հայաստանը պետք է մոտենա այսպես ստրատեգիական տեսանկյունից, այսինքն Սփյուռքին պետք է նայի որպես ոչ թե զուտ ինչ որ մանր-մուներ այսպես օգնության ակունք, այլ որպես ստրատեգիական ինչ որ մեր ազգային ապահովության, պաշտպանվածության համակարգի մի գործոն մաս։
այդպես պետք է լինի, դրա օրինակները կան, Իսրայելը խնդրեմ ձեզ օրինակ, այնտեղ իրենց սփյուռքը մի քիչ ավելի մեծ է, քան մերը, իհարկե ավելի հին սփյուռք է, ավելի հարուստ է եւ ավելի հաստատված է, բայց մեխանիզմը մոտեցումը երկու կողմից եւ հрьяաների սփյուռքյան հрьяաների մոտեցումը Իսրայելին եւ Իսրայելի մոտեցումը հрьяաներին, դա շատ առողջ ավելի երևույթ է եւ կարելի է դրանից շատ բան սովորել։ Բայց գիտեք, այդ ամենը իհարկե չի իրագործում, երկու կողմից հարաբերությունն այսպես առողջ չի, Հայաստանի կողմից հետաքրքրվածություն նույնիսկ չկա, բացի օգնություն ստանալուց, Սփյուռքի կողմից էլ այս բանը իհարկե վստահության հսկայական պակասորդ կա, մեծ դեֆիցիտ կա եւ դա պետք է շուտապույտ ձևով հաղթահարել։ Մենք անխուսափելիորեն պետք է խոսենք Հայաստանի խնդիրներից, որովհետև նույնիսկ եթե խոսքը բիզնեսի ներդրումների մասին է, եթե սփյուռքահայը կամ որևէ արտասահմանցի ցանկանա ներդրումներ անի, ապա չպիտի լինի կոռուպցիա եւ այլն եւ այլն։ Այսինքն կապված բաներ են, որի խթանիչ ուժը պետք է պետությունը լինի եւ ոչ թե սփյուռքը։ Իհարկե, ես իրոք շատ արդար բան եք ասում, գիտեմ, շատ եմ լսում, որ ասում են դե դուք այդտեղից նստած կամ ինչի չեք գալիս, եկեք արեք, ձերը ստեղծեք, բայց գիտեք, այդպես չի լինում։ Կլինեն անհատներ, նվիրալներ, որոնք մատների վրա, որոնց կարելի է մատների վրա հաշվել, կամ մարդիկ, որոնք ինչ-որ կապեր ունեն իշխող օղակների հետ եւ իրենց պաշտպանված են զգում։ Թերևս նրանք կգան եւ կանեն շատ բաներ, բայց կրկնում եմ, համակարգված, այսպես սիստեմատիկ ձևով մեծ ծավալների մասին երբևէ խոսք չի կարող գնալ, քանի դեռ պետության արդարադատական համակարգը չի գործում, ընդհանրապես չի գործում, ասենց ասենք, որ հարցերը լուծվում են, ասենք, անձանց որոշումներով, հեռախոսազանգերով, դա չի լինի, պարզապես չի լինի եւ ես ուզում եմ շատ զգուշ լինել, որովհետեւ գիտեմ, որ նոր վարչապետ կա, ասենք հարաբերականորեն նոր եւ հնարավորություն պետք է տանք այդ մարդը կարողանա աշխատել, բայց այս պահին եթե ասեն արդյոք զգում եմ ինչ որ բեկում կա, որևէ առաջ խաղացում կա, տեսանելի չի եւ տեսանելի չի ոչ թե ինձ համար, տեսանելի չի Սփյուռքի համար։ Եթե այդ բեկումը, այդ ինչ որ դրական տենդենսը դառնա բացահայտ ակներով, դուք միանգամից կզգաք հոսք, կզգաք հարաբերությունների բարելավում Սփյուռքի հետ։ Ասեմ, օրինակ ես լսեցի, որ վարչապետը խորհրդաժողով է հրավիրել Սփյուռքի հետ, կարծեմ սեպտեմբեր ամսվա վերջին։ Ես չեմ կարծում, որ այդ խորհրդաժողովը այսպես շարքային այլ խորհրդաժողովների նման էլ չվերջանա եւ բոլորը ցրվեն, ասենք մի քանի մարդու մեդալ կբաժանեն եւ այլն։ Հայաստան Սփյուռք լինում է։ Հայաստան Սփյուռք, այո, մեծ ճառեր եւ այլն, եւ բոլորը կգնան տուն եւ ամեն ինչ կշարունակվի այնպես, ինչպես որ կա։ Շատ կուզեմ, որ այդպես չլինի, բայց կարծում եմ, որ այդպես է լինելու։ Ավանդական Սփյուռքը, որը ձևավորվել է ցեղասպանությունից հետո, այնուամենայնիվ մինչև հիմա կենտրոնացած է ցեղասպանության ճանաչման եւ հայդատի վրա։ Գուցե դուք որպես ավելի երիտասարդ, հա, ներկայացուցիչ, դրանց ուղղեք մասնավորապես դեպի Արցախ։ Այո, գիտեք, այդ ուղղվածությունը կա եւ դա էլ իմ կարծիքով նորից այդ Հայաստան-Սփյուռք երկխոսության թուլության կամ այսպես ոնց ասենք ոչ կոմպետենտ մակարդակի հետևանքն է։ Մենք կարող ենք ցեղասպանության մասին խոսել որպես ասենք զուտ պատմական փաստ, խոսենք թե որքան վատ է եղել, ոնց է դա ազդել մեր ճակատագրի վրա, կամ կարող ենք խոսել ցեղասպանության մասին որպես մի դաս, որը մենք սերտելով, սովորելով պետք է եզրակացություններ անենք, որպեսզի այսօրվա հանրապետությունը դառնան երաշխիքը, որ հայ ժողովուրդը երբևէ չցեղասպանվի։ Ես օրինակ դրան եմ ավելի հակված։ Որն է մեր ամենաբարձր արժեքը, չէ՞։ Ամենաբարձր արժեքը հայ մարդու կյանքը պետք է լինի։ Հայ մարդու կյանքը, եւ կյանքը չեմ ասում զուտ ֆիզիկական իմաստով, այլ որպես հայ մարդ, այսինքն մարդ, որը ապրում է հայոց մշակույթի, հայոց մթնոլորտում եւ կարողանում է իր հայությունը պահպանել։ Դրա միակ երաշխիքը Հայաստանի Հանրապետությունն է։ Այն պահին, որ դու չունես անկախություն, չունես այդ հանրապետությունը, ենթակա ես ցանկացած ռիսկերի։ Այսինքն դու քո ճակատագրի, ազգային ճակատագրի կերտողը չես։ Հետևաբար, եթե չենք ուզում ցեղասպանություն կամ ուզում ենք ցեղասպանության հետևանքները մեկուսացնել, միակ ձևը դա իրագործելու, միակ մեխանիզմը, միակ մեքենան, որի միջոցով դա կարելի է անել, դա Հայաստանի Հանրապետությունն է։ Եվ սա պետք է որ ընկալելի լինի բոլորի հայերի համար։ Իմ կարծիքով ներքուստ շատ այսպես խորքային իմաստով հայերը դա հասկանում են, սփյուռք հայերն են հասկանում, բայց քանի որ կրկնում եմ,
դիալոգը չկա, երկխոսությունը չկա։ Սփյուռքը մնում է, այսինքն 30-40 տարի առաջվա նույն իր օրակարգի հետևորդ, Հայաստանն էլ շարունակում է իր ուղղությամբ։ Երկխոսություն ասելով ինչ նկատի ունեք, ինչ երկխոսություն։ Կամուրջ թե ինչ։ Չէ, իհարկե, այտենց բառացի երկխոսության մասին չի խոսում։ Դրա մասին թե ամեն մեկը հասկանա թե իր դերը այսօրվա մեր իրականությունում ինչու՞ն է կայանում։ Հայաստանը շատ կոնկրետ դեր ունի եւ շատ կարեւոր է Հայաստանի դերը, քանի որ ի վերջո հայ մարդը ապրում է Հայաստանում, Հայաստանի բնակվող հայն է պաշտպանում Հայաստանի սահմանները եւ Սփյուռքն էլ պետք է հասկանա թե իր դերը Սփյուռքում ինչ, օրինակ սփյուռքերը շատ են, մանավանդ այն ակտիվ խավը, շատ է ուզում ներգրավված լինել հայկական այս կամ այն ինչ որ նպատակներ իրագործման մեջ։ Բայց հարցը այն է թե ինչ են այն նպատակները, կոորդինացնել այդ նպատակները։ Մի քիչ առաջ դրա մասին էի խոսում, որ Հայաստանը իր արտաքին քաղաքականության ազգային ապահովության դոկտրինայի մեջ Սփյուռքին պետք է դիտի որպես, ասենք, քանի կորպուս ունի Հայաստանի բանակը, 5 կորպուս, 6-րդ կորպուսը, եւ դա ռազմական իմաստով չեմ ասում։ Չնայած դա էլ բացառել պետք չի, այսինքն եթե ստեղծվի այնպեսի առողջ հարաբերություն, որ հայ Սփյուռքում բնակվող հայ երիտասարդը, օրինակ, որոշի որ 18 տարեկան դպրոց ավարտելուց հետո պետք է գալ Հայաստան եւ հայրենիքում ծառայել եւ եթե ուզում է վերադառնալ այնտեղ Սփյուռքում ապրի, նորից անի։ Կրկնում եմ, Իսրայելում դա արվում է, շատ հрьяաներ Սփյուռքից գնում են, ծառայում են եւ վերադառնում են։ Դուք կհամաձայնեիք, որ ձեր տղաները այդպես ծառայեն։ Իհարկե կհամաձայնվեի, բայց անկեղծ կասեմ, այն ծառայել այն բանակում, որտեղ սահմանագծին կանգնած է եւ, ասենք, Սփյուռքը իմ տղան է կանգնած եւ գյուղում ծառայող տղան եւ ամենաանապահով ընտանիքի տղան եւ ամենահարուստի տղան։ Այսինքն ազգային բանակ, ոչ թե ասենք մարդիկ հավաքվում են, այսօրվա անառողջ երևույթը, որ տնտեսապես անապահովներին չէ, ուղարկում Արցախում են նրանք հայտնվում, իսկ ապահովները այստեղ շտաբերում են, ասֆալտի վրա են միտեղ։ Դա առողջ երևույթ չի։ Կա նաև հակառակը, համացանցում նախկին հայաստանցիները, որոնք հայտնվել են Կալիֆոռնիայում եւ մասնավորապես Գլենդեյլում, նրանք անդադ ինչ-որ կշտամբանքներ են, ուղարկում մեզ, դուք բոլորդ ստրուկ եք, դուք բոլորդ պետք է դուրս գաք փողոց, դուք պետք է, չգիտեմ, զենք առնեք, բոլորին փրթեք եւ այլն, այսինքն բնականաբար պատասխան է գալիս. արի եւ այդ ամենը ինչ որ դու խորհուրդ ես տալիս եւ ինչ որ դու խշտամբում, արի եւ իրագործի։ Համաձայն եք թե չէ։ Իհարկե, միանշանակ։ Այդ կշտամբելու որևէ բարոյական իրավունք չունի Սփյուռքը, այսինքն Հայաստանցուն կշտամբելու, թե ինչու ցույց չեք անում, ինչու ասենք այս կամ այն շարժմանը չեք միանում, որովհետև ի վերջո ընդհակառակը, լավ, եթե ուզում եք իրագործել, այո, դուք եկեք եւ իրագործեք։ Բայց համաձայն չեմ այն քննադատության հետ, որ ասում են, դե քանի որ դուք Սփյուռքում եք, ասենք իշխանության քաղաքականությունը մի քննադատեք։ Դա էլ սխալ է, այսինքն չէ, ուրեմն այդպիսի մտածելակերպն է, որ բերում է այս բաժանումը Հայաստանի եւ Սփյուռքի միջև։ Եթե կրկնում եմ, ամեն մեկը պետք է հասկանա իր դերը ինչ է։ Եթե Սփյուռքում ես եւ քեզանից սա է սպասվում Հայաստանի կողմից, Սփյուռքն էլ պետք է Հայաստանին ասի, Հայաստանին ասելով հիմնականում դա պետք է վերաբերվի իշխանություններին, թե խաղի օրենքները ինչ են, թե Սփյուռքը ինչ է սպասում Հայաստանից։ Եվ իհարկե իմ կարծիքով ոնց որ Սփյուռքը, այնպես էլ Հայաստանի բնակչությունը Հայաստանի իշխանություններից, ինչպես բոլոր բնակչությունները իրենց իշխանություններից արդարություն են ուզում։ Արդարություն, արդար համակարգ, իհարկե կատարյալ արդարություն աշխարհի երեսին գոյություն չունի, բայց այնպիսի մի համակարգ, որտեղ մարդը իրեն պաշտպանված է զգում, իսկ պաշտպանված մարդը պետության ամենաամուր հենակետն է, ամենաամուր հենակն է։ Շնորհակալություն։ Սիրով։ Ես զրուցում էի Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ Զարե Սինանյանի հետ։ Դուք դիտում եք հեռանկարը, մենք կհանդիպենք երկուշաբթի օրը։